Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ քաղաքագետ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ, Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հովհաննիսյան, այսպեսի մի գուցե նաև ձեզ համար անսպասելի հարցով եմ ուզում սկսել։ Մի ժամանակ դուք շատ ուշադիր հետևում եք կառավարության նիստերին եւ ձեր գրառումներում վերաբերմունք արտահայտում դրանց, գնահատականներ տալիս։ Ես հետևորդներս մեկն եմ եղել այդ գրառումների, բայց վերջերս կարծես կամ հոգնել եք կամ պասիվացել եք, չգիտեմ, կամ այլևս հետաքրքիր չեն ձեզ համար։ Նախ շնորհակալ եմ, որ հետևել եք իմ գրառումներին, պարոն Անդրեասյան, զգացված եմ դրա համար, որովհետև ձեր նման պրոֆեսիոնալ լրագրողը եթե հետևում է, կարծիք է հայտնում, դա պարտավորեցնող է։ Ճիշտ եք նկատել, բավականին երկար ժամանակ, այսինքն 7 տարի շարունակ հետևում եմ կառավարության նիստուկացին, այսպես եթե կարելի ասել։ Դա մի գործընթաց է, ասեմ, բավականին տհաճ գործընթաց է, մարդկանց ձանձրացնող, հիասթափեցնող, ջղայնացնող, նյարդայնացնող, ացականները կարող են երկար շարունակել, բայց գիտեք, բովանդակային առումով ասելիք չկա։ Կառավարության, եթե կարճ փորձեմ ասել, այնտեղ նոր ասելիքներ գոյություն չունեն։ Ուղղակի նոր փաթեթավորումներով մարդիկ փորձում են ինչ-որ հրամցել հերթական տեսարանը։ Ինչ վերաբերում է իմ պասիվությանը, հետևում եմ, այսօրվա նիստնել եմ, հպանցիկ եմ նայել, դեռ չեմ անդրադարձել, բայց հուսով եմ այսօր գոնե մինչև հաղորդման եթեր գնալը մենք կունենանք որոշակի անդրադարձ այդ թեմային։ Իրենք, Նիկոլը փորձում է իր վերջի խոսակցականներով հատկապես նախ իր հրետորաբանությունը փոխվել է, ագրեսիվացել է ավելի, մի տեսակ մոտը ագրեսիա եմ նկատում, հիասթափված ագրեսիա դա ինչ-որ հիասթափված մարդու ագրեսիա։ Հիասթափված մարդու, շնորհակալություն ում համար, հիասթափված մարդու, այսինքն ապատիկ տրամադրություններ է փորձում դաշտ նետել եւ այդ տիրույթում ձևավորել մի տպավորություն ստեղծել այնպեսի, որ ինքը իբր դժգոհ է բոլորից, հավաքական բոլորից, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ իր պնդումներին, եթե դրանք պնդումներ կարելի ասել, դրանք մի օրինակ կոնկրետ ինչ-որ իրավիճակների, ասենք, չգիտեմ, դպրոցներ են կառուցում, 500 դպրոց, 300 մանկապարտեզ, թե հակառակը, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, սուբսիդիաների տրամադրող ճանապարհների ցուցակներ, ինքը հանգամանալից կարդում, այսքան կիլոմետր, այսքան հատվածում, այս գյուղի, այս փողոցի, այս անկյունի, այս ջրաչափի, այս հատվածը, չգիտեմ, ինչ-որ մի էլեկտրասյան, մի փոքրիկ կտորը եւ այլն, սրանք, գիտեք ոնց, ես եթե սա կարճ փորձեմ ներկայացնել, նրանք անում են այն ամենը, ինչ որ պետք է, ինչ որ դրված է կառավարության պարտականությունների վրա, սպասարկել հասարակությանը նրա սովորական առօրյան կազմակերպել եւ այսպես, իսկ նրանք այդ թանկով ծախում են իմ ձեր բոլորի վրա, որ տեսեք մենք աշխատում ենք։ Այսինքն ժամանակի մեր վարչապետները նախկին ես նրան ժամանակ բնականաբար չկար Facebook-ը, չկար YouTube-ը, մարդիկ կարող է 2-3 ամիս մեկ ինչ-որ մի նախարար գնալ մի թերթում փոքր հարցազրույց տալ։ Դա կարող է մեկ ասել ինչ-որ PR-ում է ռեկլամ, գուցե մեր լուսահոգի վարչապետները հիմա որ տեսնեն թե ինչ է կատարվում այսօր, ինչ ամենափոքր հյուլեն անգամ ներկայացրել որպես մի մեծ ինչ-որ գրադացիոն գրանդիոզ ծրագիր, հիշում եմ բավականին մեղմ ասած շոկ կապրեն։ Ես փորձեմ ամփոփեմ կառավարության նիստերի հետ կապված, իրենց սպառել են ամբողջությամբ։ Ինչ նրա խոսքը վերջին որ ասում էր կա ճգնաժամ, մարդու ճգնաժամ, անհատի ճգնաժամ, կադրային ճգնաժամ ավելի ճիշտ, ըստ իս Նիկոլը փորձելու է մի պարտիա խաղարկել, ես այդպիսի կանխատեսում ունեմ, քանի որ վերջին այսօրվա նիստի մեջ նորից խոսում էր կրթվելու մասին, կրթվել է բրենդային ինչ-որ փաթեթավորում են, չէ՞ տվել իրենց ընտանեկան ոդքասթային բաներով, որ կրթվել է նորաձև է, մի ժամանակ հատկապես ձեր ժամանակ, դուք կարող եք լավ կհիշեք, սովետական կրթվել է պարտադիր է, ասում էին։ Սրանք ինչ-որ ռեբրենդինգ են արել, փորձում են ներկայացնել կրթվել է նորաձև է, բայց դա պարտադիր գործընթաց է, որոնք բնականաբար այսօրվա կառավարիչները չունեն։ Իսկ իմ կարծիքով նրանք կխաղարկի Նիկոլը մի հետաքրքիր սցենար, չեմ բացառում, որ օրինակ հնարավոր է 5-6 նախարարի հանի, պարտադիր SMS-ով, WhatsApp-ային SMS-ով հրաժարական ներկայացնեն եւ բերի նշանակի այդ իրենց այդ կրթվելու ծրագրից մի ինչ-որ նորարար ինչ-որ աշխուժակների
հերթական անգամ արկության ներկայացնի, որ իրենք տեսեք նոր մատաղսերնդից կրթել են իրենց հիմնադրամներով, չգիտեմ ինչ ծրագրերով ուղարկել են ուսումից եկել եւ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Սա ինչ-որ միգուցե կոնսպիրոլոգիական բան ասենք, բայց չի բացառում, ես այդպես կանխատեսում ունեմ, որ իրանք կփորձեն այս խոսակցությունը ինքը հենց այնպես չի տանում։ Դա փորձում է ստեղծել այսպիսի մոտապես պատկեր։ Տեսեք, ճիշտ եք նկատել, ինչ առումով որ իրենց սկսած այդ ռեբրենդինգը, կրթելը, նորաձևը եւ այլն, այդ թոք-շոուն, որ կազմակերպվում էր, ինչ հետարքիր ճանապարհներով բերում մտցնում է կառավարության հանելիքների մեջ, ուրեմն նախ մինիստրում արդեն հայտարարում է, որ կադրերի դեֆիցիտ կա, ճգնաժամ կա, այսօրվա նիստում մարդը հայտարարեց, որ 7 տարի նույն դասարանում ենք մնացել, հենց մենք մեր ներսում կրթված չենք, առաջադեմ չենք կարողանում համապատասխան ժողովրդին էլ բերել առաջ եւ նրանք սպառողական հոգեբանություն ունեն, այսինքն եթե օգնություն են ստանում, այլևս չեն մտածում աշխատանքի մասին, աշխատում են չեն կարողանում ապրել, որովհետեւ այդ աշխատանքը կրթության ու գիտության հիմքի վրա չէ։ Եվ ահա այս գեղեցիկ ուրեմն փաթեթավորմամբ, ինչպես ձեր բառով եմ ասում, փաթեթավորմամբ ուրեմն ներկայացվում է ժողովրդին եւ դա համարում են կառավարության նիստ, կառավարության աշխատանք, չգիտեմ, ու լսում են օրակարգը։ Ահա, եւ այնուամենայնիվ ձեր այն նկատումը, որ բոլորին է քննադատում, նաեւ իր թիմին։ Չեք բացառում դուք էլ, որ շուտով, ասենք, կադրային ինչ-որ մեծածավալ փոփոխություն։ Մեծածավալ իդեպ այս տենդենսը դեռևս կառավարության բյուջեի քննարկման ժամանակ, եթե կհիշեք, նոյեմբեր ամսին դեռ բյուջեի կատարողականների եւ նոյեմբերի քննարկումը ինքը երբ սկսեց այդ ինքնակննադատական մի գործընթաց, սկսեց արհեստական, ինքը ցցում ներում էր, որ դա արհեստական օրակարգ բերված ինչ-որ հետին միտք ունեցող, այսինքն ենթատեքստ ունեցող process-ի ենք մենք հականատես։ Մոտավորապես 4 ամսվա կտրվածքով, եթե նայենք այս ամենի հետ գնանք մտովի, այնտեղ ընդգծված երևում է, որ եւ իրենց այս ընտանեկան ոդքասթային այս կրթվելու մասին անընդհատ տիրաժավորումները կրթվել ինչ-որ հանդիպումներ անում մարդկանց հետ հանդիպում են, դասախոսություններ են կարդում մարդը չունի կրթություն, նորմալ, վերջերս, այսինքն եթե սրանք միտքս կվերադառնամ նախորդ մտքից, ստացվում է, եթե իր խոսքով անդրադառնանք ու հակադարձենք իրեն, ինքը չունի, մնացել է 7 տարի նույն դասարանում է, մնացել 1, ինքը չունի նորմալ կրթություն 2, ինքը իր վարորդական իրավունքը ստացել է մի քանի մետր հեռավորությունից, որ իրան նվիրել են, 300 մետրից, այսինքն անգրագետ է, ու այս մարդը 7 տարի, այսօր 7-րդ տարին շուտով կլրանա, ոչ բարով ղեկավարում է մի 5000-ամյա ազգի, ամփոփ պատկեր, սա ունենք։ Եվ Գյումրիի ընտրություններով, որ չանդրադառնալ չեմ կարողանում, հասկանալի է։ Հասկացվեց եւս մեկ անգամ համոզմունք առաջացավ, որ այս վիճակը առանց իշխանափոխության ուղղվելու ենթակա չէ, հնարավոր չէ ուղղել այս վիճակը առանց իշխանափոխության։ Հիմա Գյումրիում իշխանափոխության նման մի բան եղավ, ընտրություններ, որտեղ իշխանության ներկայացուցիչ չընտրվեց, բայց եւ մյուս կողմից ճիշտ է այն տեսակետը, որ Գյումրին դեռ թիմ ընտրություն է, համապետական ընտրությունները բոլորովին այլ տրամաբանության մեջ են անցկացվում։ Հիմա արդյոք հնարավոր է ձեր դիտարկումներով ինչ եք կարծում, արդյոք հնարավոր է քաղաքական ուժերի այս դասավորվածության պայմաններում ընտրություններով հեռացնել այս իշխանություններին։ Կարող է Նիկոլ Փաշինյանը գտնել այլ ճանապարհներ, հենց թեկուզ ընտրության արդյունքները կեղծելու գնով իշխանության մնալու համար։ Տեսեք, հետաքրքիր դիտարկում արեցիք Գյումրի հետ կապված, նախ Գյումրին նախ ճիշտ նկատեցիք, ցույց տվեց, որ մարդիկ, այսինքն հասարակությունը, նոր սովորական քաղաքացին չունի այն վստահությունն ու այն ֆանատիկ, այսպես ասած, զոմբիական այդ վիճակներից, որոշակի թմբիրից դուրս եկած վիճակներ։ Որը կար մի քանի տարի առաջ։ Որը կար մի քանի տարի առաջ, միգուցե մի տարի առաջ, շատ հեռու չգնանք,
Առնվազն 21-ին կար։ Միանշանակ։ Նաև Փարաքարը կստացենք, Փարաքարի ընտրությունները ավելի ցցուն օրինակներ էին ձեր ասացի, որովհետև Փարաքարում ընդհանրապես ընդդիմությունը մեկ տեխնացուով էր, պայմանական 4 տեխնացուներ էին, մի տեխնացուն, որի շուրջ համախմբվել էին տվյալ տարածաշրջանում գրեթե բոլոր ընդդիմադիր գաղափարներ ունեցող անհատներ, մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ուղղակի չէին հանդուրժում, սովորական քաղաքաց գյուղի մարդիկ էին, որոնք ընդունել էին, որ իրենց տեխնացուն ընտրված, այսօր արդեն ընտրված համայնքապետն է լինելու, մի մարդու նման տեղամասերում սարսափելի պատկերներ են, այս բուլեցինների հետ քվեաթերթիկների տարբերությունը այսպեսին են, որ դուրս են գալիս հայտարարություններ։ Ինչ վերաբերում է Գյումրիին։ Գյումրում տեղի ունեցավ ասում Փարաքարից մի փոքր այլ մասնավորություն, քանի որ նախ տեխնացուներն էին շատ եւ պոպուլյար մարդիկ շատ էին, նախկին քաղաքապետ, գործող պատգամավոր, Ազդեցիկ տեխնացուներ են։ Այսինքն մարդիկ դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն, թե լավ ընդդիմությունը օքեյ հարց չկա, բայց ում տանք մեր ձայնը, այդտեղ խնդիր ունեն, ու դրա համար բաշխվեց ձայները այդ կտրվածքով, այդպես մեծ կտրված ձայնային ռիվոկներ չկային, ասենց ասեմ, քիչ ժարգոնային։ Չէ, այսպես ասենք, ընդդիմությունը հաղթեց իշխանությունը, հաղթեց։ Ինչքան էլ այսօր նոր մի քիչ առաջ նկատի կարդացի, որ Արուշարյան Դավիթն էր, մարզպետն էր ասել, որ մենք մեր տեխնացուն, մենք Գյումրիում մենք մեզ պարտված չենք համարի։ Նույն Նիկոլի թեզն է, որ պատերազմում մենք մեզ պարտված չենք համարի։ Մոտավորապես եթե համադրենք, այդ որ Դավիթն էր Արուշարյան ասում, որ իրենք Գյումրիում պարտված չեն, բայց գետնի վրա այլ իրողություն կա, քանի որ այսօր իշխանությունը հավաքական ընդդիմությունից ստացել է պակաս թվով քվեներ։ Եվ չի բացառում, որ մինչև ապրիլի 16-ից սպասող քվեարկությունը, որը բաց քվեարկություն է լինելու, ի դեպ շատ կարևոր փաստ է սա, այստեղ տեխնացուները, ավականները պետք է բաց քվեարկեն եւ ընտրեն համապատասխան տեխնացուի։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ պարտիա կարող է Նիկոլը ու Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ-որ պրոցեսներ խաղարկել, այո, չվատաբանեմ, ինչ-որ միստիկ բաներ չգնամ, ուղղակի շատ հանգիստ են իրանք, այս հանգստությունը իրենց, անհանգստություն է ծնում է անհանգստություն, քանի որ նիկոլական հանգստությունը դա ինչ-որ մի նոր պրոցեսի նախանշաններ են, սա պետք է ֆիքսենք այս կարևոր այս մի շաբաթ, այսինքն մի 5-6 օր որ դեռ ունենք, սա հենց այնպես չի, սա այնպես չեն, հանգիստ չեն։ Եվ եթե սա պրոյեկտենք համապետական ընտրությունների թեմայով, թեմատիկայով, հավաքստիս պետք է հնարավորինս կարողանալ ճիշտ դիրքավորել ուժերը, ճիշտ նախ հաշվարկեն, թե ինչի տակ են մտնում իրենք, ինչ ռեսուրսներով են պայքարելու նիկոլիզմի դեմ, քանի որ նիկոլիզմը դա աղանդից վատ մի երևույթ է, որը քաղաքակրթական պրոբլեմ է, սա քաղաքական պրոբլեմ չի, ես ուսումնասիրում եմ որոշակի տենց առանձին որպես տարեր եմ առանձնացնում իմ մոտ նոթատետրի մեջ նշումներ եմ անում նիկոլիզմ հասկացության մասին, աղանդից վատ մշակութային, գաղափարական, քաղաքակրթական, կրթական, շատ առանձին ոլորտային ազդեցություն ունեցող մետամորֆոզներ ունեցող մի քաղցկեղածին երևույթ է, որը ամեն կերպ կարճած լինելով, այսօր ունենալով իշխանական, այսինքն վարչական լծակներ, փորձելու է հնարավոր ու անհնար ամեն մեթոդիկա կիրառել, որպեսզի մնա իշխանության, իրեն ծախի ցանկացած աշխարհակահաղական բևեռի, ինչ գնով էլ նա ցանկանա, ինչ կոպիտ ասած, իրենից ինչ պահանջեն, նա պատրաստ է կամորեն տրամադրելու է, լինի դա Արևմուտքը, Ամերիկան, լինի դա Եվրոպան, լինի դա Ռուսաստանը, լինի դա, չգիտեմ, Չինաստանը, որ կողմից իրեն ինքը նկատի, որ իրեն հնարավոր է ինչ-որ աշխարհակահաղական աջակցություն ու հնարավորություն մնալու համար, նա պատրաստ է, մի վայրկյան չեմ կասկածում, ոչ մի վայրկյան։ Ուստի պետք է ճիշտ թիրախային հասկանալ ինչ մեթոդիկա, նախ ինչ մեթոդիկայով ենք առաջիկա մի տարին մեր ուժերը դասավորում, ով որ մեր ասելով ընդդիմություն նկատի ես նկատի ունեմ ընդդիմության, իհարկե ընդդիմության մասին է խոսքը, ով ինչ խնդիրը ըստ ունեմ համոզմունք միանշանակ խնդիրը մի բացառապես Նիկոլոս ազատվելն է։ Ահա։ Այլ խորակարգ ըստ իս գոյություն չունի։ Հասկանալի է եւ այդ ընտրություններին գնալիս հիմա Նիկոլ Փաշինյանին չաստվածացնել անհաղթահարելի է եւ այլն, չաստվածացնենք։
Այնուամենայնիվ հիմա տեսեք, Գյումրիի մասին խոսեցիք, այնտեղ ընդդիմադիրները առանձին այսպես ճակատներով գնացին եւ դուք էլ ասացիք, որ ընդդիմության ձայները կարծես բաժանվեցին նրանց միջև։ Հիմա ընդդիմության համատեղ գնալու, մեկ բլոկով գնալու պարագայում, այսինքն միավորվելու պարագայում ընդդիմության բնականաբար արդեն Փաշինյանը խնդիր կունենա այն իմաստով, որ եթե ընդդիմության ձայները չեն փոշիանում, ապա ինքը անպայման պետք է գնա ոչ միայնակ, իր հետ էլի գալու են իր սատելիտ այդ շատ ուժեր եւ այլն եւ այնտեղ արդեն ձայները փոշիանալու խնդիր ինքն է ունենում։ Փաշինյանը մինչև համոզվել է, որ ընդդիմությունը հաստատ միասնական չի գնա, արդյոք ինքը կգնա ընտրությունների։ Քանի դեռ ընդդիմության միասնականացումը չի կայացել, միասնությունը չի կայացել, արդյոք Փաշինյանը կգնա ընտրությունների։ Տեսեք, ես փորձեմ շատ համառոտ ասեմ ձեր հարցի պատասխանը, պարոն Անդրեասյան։ Նիկոլը երբ որ իմացավ, հասկացավ, իրեն համապատասխան կառույցները զեկուցեցին, որ իր ռեյտինգը X մակարդակի է եւ ինքը ունի Հիմա կներեք, դուք էլ ասեցիք, չէ, որ ինքը հիմա կարող է կտրուկ անցնել ընտրությունների։ Կտրուկ անցնել։ Քանի դեռ ընդդիմությունը չի համախմբել։ Միանգամից սպոնտան մտնի։ Այսինքն շտապելու խնդիր կա մի քիչ էլ։ Շտապելու խնդիր կա ու նախորդ մտքին եթե անդրադառնանք, հաղորդման սկզբին որ ասացինք կադրային փոփոխություններ եւ իր իգտա քննադատական այս մղումները նաեւ հուշում են, որ չի բացառվում, որ այսպես իր նկատմամբ նաև որոշակի ագրեսիա է, ատելություն է ինքը նաև բևեռում դեպի իրեն ու եթե ժամկետներ կան, չէ՞ որ ընտրություններից մի տարի առաջ պետք է հրաժարական տան, այսինքն մինչև ամառ, եթե նայենք այս կարճաժամկետ ամիս ու կես բնավ բացառված չի, որ նա հասկանա, չթողնի բանը հասնի հերթական ընտրություններին եւ արտահայտ կարգով մտնի թեմայի մեջ, եթե հաշվի ենք առնում նաև այն փաստը, որ Ադրբեջանի կողմից անընդհատ շեշտվում է հանրաքվե, սահմանադրության փոփոխություն, այս եթե puzzle-ը փորձում ենք իրար կողք դնել, Ալիևը մի տեսակ սրան ավելի շատ սեղմում է դեպի փակուղի, ավելի է նեղում, որ ժամանակ չունեմ, արագացրու այս process-ը, ինձ պետք է որ դու սահմանադրությունը փոխես։ Իսկ սահմանադրության փոխելու համար այդ հանրաքվե անցկացնելը նույնպես որտեվ ֆիքսված թիվ կա, չէ՞, որ մասնակիցները այսքանից պակաս լինի, հանրաքվեն վավեր չի կարող համարվել եւ այլ, այսինքն Նիկոլը ունի խնդիր լեգիտիմացնելու այս ամեն ինչը։ Եվ սահմանադրական հանրաքվեն, եթե նայmal որ հանրաքվեն ինքը առաջիկա կիրակի օրը անցկացնի հանրաքվե եւ կհավաքի համապատասխան թվով ձայն, կասկած չունենաք, որ ինքը միանգամից կարող է նիստ անել, ասել մենք որոշեցինք, որ 4 օրից հանրաքվե ենք անելու։ Դա խնդիր է, 2/3 է պետք իրեն բան հանրաքվե։ Հա, այսպեսի եթե չգիտեմ 800-900 ձայնի մասին է խոսքը, մոտավորապես նույն ընտրություններին, նույնը արտահայտ որ բան ինքը հասկացավ, ու բոլորս հենց հասկացավ, որ ինքը ինչ-որ արտահերթի թեմա է արդեն բացով սկսում խոսել, ուրեմն ինքը որոշակի տեղեկություններ, իրան արդեն ազդակներ են եկել թե դրսից, թե ներքին այդ հարցումներ, մարդկանց շրջանակում։ Գուցե այս պահին էլ հենց ես հիմա խոսեցիք Ադրբեջանի պահանջների մասին, իրեն գուցե դեռ պատուհան թողել են, լավ, այսքան էլ կարող ես մանևրել։ Հա, ինչ-որ ժամանակահատված կթողեն ու կասեն, ինչ ես ասում, մենք ժամանակ չունենք, մենք գնում ենք առաջ։ Մտնենք դուրս գանք Սյունիքից ենք մտնում, թե Վայոց ձորից ենք մտնում, թե Տավուշից ենք, մի խոսքով, իրանք ինչ-որ կոնֆիգուրացիա, ու իդեպ, ինչքան հերթական ընտրությունների մոտենանք, Ադրբեջանի կողմից տարբեր շարժեր, սահմանային, պրոցեսներ, կրակոցներ ավելի ակտիվանալու են։ Դա էլ կարող ենք նկատի ունենալ, որ այդպիսի տենդենս կնկատենք ունենանք այդպիսի բան։ Եվ շատ կարևոր է, որ իշխանափոխության պահանջը գա ընդդիմության կողմից, ոչ թե Փաշինյանը նախաձեռնի։ Հա, դու գոնե ցանկալի է։ Դե Փաշինյանը եթե նախաձեռնեց իր մնալու հարցները։ Շանսերը նորից մեծանում են։ Բայց իշխանափոխության մուն այդ երևույթի ընտրություն ասենք դրան, որ պիտի հանգեցնի իշխանափոխության, դա պիտի գա բնականաբար ընդդիմությունից։ Հիմա ընդդիմությունը չգիտեմ, ինքը արտահերթ ընտրություններ պահանջելու ինչ գործիքներ ունի այս պահին, չեմ կարող ասել, բայց դրանցից մեկը այնուամենայնիվ փողոցը, եթե փողոց կարողանան ոտքի անել, եւ փողոցի միջոցով հասնել իշխանափոխության, այդտեղ արդեն
չգիտեմ, շատ ուրիշ խնդիրներ են գալիս։ Այստեղ արդեն խաղաղության հարցն է, մյուսն է, Փաշինյանը ուղղակի ահաբեկում է մարդկանց։ Եթե նման բան անեք, պատերազմ կլինի։ Մենք արդեն տեսնում Հիմա տեսնում ենք նաև արցախցիների նկատմամբ ինչ վերաբերմունք են իրենք դրսևորում։ Լռել էին, իրենց թվում էր հարցը լուծված է, բայց արցախցիների այս շարժումը, որ սկսվեց, թվում էր սկզբից սոցիալական է եւ այլ, բայց հիմա մարդիկ նաև իրենց իրավունքների հարցերն են բարձրացնում։ Սա կարող է արդյոք նաև գումարած արցախցիների շարժումը դառնալ հիմք, որպեսզի փողոցը շարժվի տեղից եւ փողոցն ինքը պահանջի, զգալով, որ ինքը մեծամասնություն է։ Հասկանալի է։ Տեսեք, շատ կարևոր հարց բարձրացրեցիք, որովհետեւ մոտ արդեն երկրորդ տարին էր անում, որ արդեն սեպտեմբերին կլինի երկրորդ տարին, որ արցախցիները ցեղասպանվեցին, տեղահանվեցին իրենց բնորանից եւ մարդիկ կարծես թե ինչ որ այդ շոկից դուրս գալու process-ի մեջ էին, այդ հասկանալի է, իրենց էլ հայրիկ են կորցրել, հարազատներ են կորցրել, այդ շոկը, այդ իրենց ապրումները մինչև փորձել են իրենք այս ադապտացվեն այս տեմպին, ռեժիմին, այս քաոսին, Հայաստանում էլ բնականաբար մի բարի օրի չենք sense եթե ասենք։ Իրենց համար սա նորմալ process էր, ըստ իս, որտեղ կանխատեսելի էր, որ մարդիկ մի X պահից պետք է արդեն խոսեն իրենց իրավունքների մասին։ Վերջո ուշքի գան պիտի այդ մարդիկ թե ոչ։ Այս պահին իրենց բողոքի, այսպես ասած, բողոքելու տեղը միայն Հայաստանն է, Հայաստանին պետք է պահանջել, որ եղբայր, մենք եկանք, լավ, ինչ ենք անելու, այս մենք ոնց ենք այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Ի վերջո սա հանգուցալուծումը, կուլմինացիա լուծումը ո՞րն է, մենք ինչքան կարանք, չգիտեմ, դուք ամիսը մեզ չգիտեմ, մի քանի կոպեկներ տակ, հիմա արդեն չտակ, մենք ոնց ապրենք, սա պրոբլեմ է ու բնականաբար արդարացված 100%-անոց արդարացված բողոք է, սա դաժե նույնիսկ բողոք էլ չէ, սա իրենց բնական պահանջ է դա կարելի ասել, որ քու պետությունը, այսինքն եթե դու ընդունել ես իրեն որպես քու քաղաքացի, դու տեր դառնաս քու քաղաքացու, այսինքն տվյալ պահին արցախցու պահանջին։ Իսկ սրանք նույնիսկ Արցախ բառը չեն օգտագործում ոչ պիտի իրենց լեքսիկոնի մեջ, то չգիտեմ, այնտեղ Արցախի մասին ՊՆ-ից ջնջեցին ամբողջ արխիվը ՊԲ-ի, չգիտեմ, այնտեղ ԱԳՆ-ն իր բաժնից հեռացրեց ամբողջությամբ փակեց Արցախի բաժնի հետ կապված բոլոր բանակցային գործընթացների հետ ամբողջ թղթաբանություն արխիվացիա, որ մի ամբողջական մի, այսինքն ինչ ասոցիացում է Արցախի ու արցախցու հետ, Նիկոլը, ով 97-8 թվականից դեմոնիզացրել ու պայքարել է իր հայտնի օրագրից եւ մնացած թերթոններով, օրագիրը չէ՞ ճիշտ ասացի, իրենք հիմա փորձել այդ ամենը ներդրել է որպես պետական ծրագիր իր շակերտավոր ասած ու գետնի վրա իրականացնում եմ նախորդ օրերն էլ ինչ որ իր պատգամավորություններից մեկն էլ խոսում էր, որ Հայաստանում կարող է գոյություն ունենալ միայն մեկ պետություն եւ ուրիշ պետություն գոյություն ունենալ չի կարող, այսինքն մարդիկ այդ ատելության խոսքի մարդկանց նկատմամբ փորձը նայեք հասարակությունն իրենք այնպիսի գրադատիվ աստիճան են հարցել, որ երբ որ ասում են արցախցին ու կամ հարաբաղցի որոշակի շրջանակներ կան, որ ինչ-որ այլ ձև են նայում այդ։ Չէ, բացահայտ են գրում իրենց լրատվամիջոցներով, գնացեք աշխատեք կամ հեռացել եք Հայաստանից մի վերադարձեք։ Ինչի դուրս եկաք, մնայիք կրվեիք, հայտնի անձը, որ ասում էր մնայիք կրվեիք, իսկ ում դեմ են կրվում, ինչ ձև են կրվել, դա գիտեն իրենք, գիտեն այնտեղ եղած այդ պահին նաև ֆիքսված կադրեր, նկարներ, կենթանի մարդիկ, ովքեր մեր կողքերն ապրում են, թե ինչ դաժանագույն պայմաններում են 10 ամիս չսնված նորմալ սնունդ չընդունած մարդիկ, ինչպիսի պայքարեն, ու դեպ պայքարել թուրքական կոմանդո ջոկատներ եւ այլ, որոնք արդեն բարձրանում են տարբեր իշխող խմբերի։ Շատ լավ, հիմա այս ամբողջը կարող է գեներացվել ու իշխանափոխության հիմք դառնալ մեր ժողովրդի մասան, որ Արցախի հանձնումը հենց դավաճանություն է համարում։ Դա մի հսկայական հատված է մեր ժողովրդի Սփյուռքի, որն էլ իր ազդեցությունն էլ ունի այս ամենը կարող են այսպես ազդակ դառնալ միավորման եւ ընդդիմադիր ուժերի եւ ընդդիմադիր տրամադրություն ունեցող հանրության։ Այս միայնությունը եթե չկայանա, մենք ընտրություններով ոչ մի բան թերևս չկարողանանք անել։ Եթե երկրորդեմ ձեր միտքը եւ հետաքրքրեն 37 տարի առաջ Ղարաբաղյան շարժման ակունքներին գնանք, նորից հիմքը Ղարաբաղն էր։ Այո։
Եվ եթե փորձենք զուգահեռ անցկացնենք, միգուցե սա բոլոր ընտրությունների մեջ Ղարաբաղի թեման եղել է։ Հա, նախախնամության միգուցե նաև սա, հա, ինչ-որ վերևների հետ կապված բան է, որ 88-ին էլ եղավ հիմքը Ղարաբաղը, որպեսզի կարողանան այդ չէ, միություն, միասնություն էր, չէ, ինչ-որ Արցախյան շարժում, շարժման այդ իդեան, երբ որ Նիկոլը ինչ-որ իր հոր տնից էր բերել, որ իմել ասում է Արցախյան շարժումը վերջացավ, այսինքն ինքը ստեղծել էր, հիմա էլ ասում է վերջացավ, որոշ օրն է դարել էլ, ինքը այդ մեծ քաղաքակի կրթաբանն է, sense տերմին շնորհեմ իրեն, չնայած ինքը դասական նիհիլիստ է, այլ դա ես այդ իմ հնարած տերմինն է, կարող հանգիստ օգտագործել, ինքը դասական նիհիլիզմի վատատես պատային իրավիճ, անհույս, նեգատիվիզմի, մի խոսքով, ինչքան անով սկսվող նախածանցով կա, դեժով սկսող կարող եք իր որպես բան օգտագործել։ Ու հիմա էլ Արցախը նորից շատ ճիշտ նկատեցիք, մեծ ցանկության կուզենան, որ հենց ինքը դառնա այդ ազդակ խթանը նորից բոլոր այսպես կտորներ ունեցող, ինչ-որ խնդիրներ ունեցող հարցեր միած նկատմամբ մնացած թեմաներ բերի բոլորին հրապարակ։ Ի վերջո նույն արցախցիների խնդիրը հայաստանցիներն էլ ունեն։ Իհարկե։ Եվ աղքատության հարցն է, եւ անապահովության հարցն է, եւ պետական ճգնաժամի սոցիալական ծայրահեղ վիճակների բոլոր նույն տրանսպորտի թանկացում, գույքահակի թանկացում, աղբանության թանկացում, բոլորը շարներով կարող են հանգիստ զուգադրվել ու մեկ փաթեթով փնջով ներկայացվել ու ստեսություն ասել մեծը նիհիլիստին։ Ահա։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։